Բարի սեպտեմբերյան երեկո բոլորին Mountain High Farms Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ Մենք արդեն սեպտեմբերի վերջի 10-օրյակում ենք Մենք անցել ենք մի ահավոր խոր երաշտի միջով մոտ երկու ամիս առանց որևէ անձրևի հետո հորդացել է մի ամսվա անձրևի ուրեմն չափաքանակը 3 օրվա ընթացքում եւ հետո նորից կարկուտ, հետո նորից անձրև եւ մենք հիմա դուրս ենք եկել այդ իրավիճակից ես պատմել եմ դա նախորդ տեսանյութի մեջ ավելի մանրամասն մինչև այսօրվա տեսանյութի թեմային անցնելը խնդրում եմ բոլորիդ բաժանորդագրվեք մեր ալիքին մենք ունենք արդեն 1 միլիոնից ավելի դիտում, բայց ընդամենը 2700 քանի բաժանորդ խնդրում եմ տարածեք մեր վիդեոները, խնդրում եմ հավանեք, խնդրեմ նաև կոմենտներ գրեք, որովհետև YouTube-ը փոխել է ալգորիթմը եւ առաջնայնությունը եւ հավանությունը ստանում են ուրեմն հենց առաջի դեպքում կոմենտներ ստացած տեսանյութերը Այսօր ես ուզում եմ խոսել մի հատ շատ կարևոր թեմայի մասին, որը արտացոլում է մեր այսօրվա իրականությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում դա գյուղատնտեսական արտադրանքի ծագումնաստուգելիությունն է անգլերեն traceability հայերեն ես թարգմանում ծագումնաստուգելիություն Կավլիցի հայոց լեզուն այնքան ճկուն եւ հարուստ է, որ մենք նույնիսկ կարողացել ենք այլ ազգերի ի տարբերություն այլ ազգերի կարող ենք մենք ուրեմն թարգմանել համակարգիչ կամ համացանց, առցանց եւ նման այդպիսի բառեր, որ ոչ ոք չի թարգմանում Ծագումնաստուգելիություն, traceability, ինչ է դա նշանակում, նայեք, ուրեմն մենք ունենք արտադրական կամ ինդուստրիալ գյուղատնտեսություն ամբողջ աշխարհում, դա այդ թրենդը փոխվել է անցած դարի կեսերից, երբ ուրեմն կենդանիներին մտցրել են գոմերը Սկսել են կերակրել խտացրած կերերով եւ նպատակը եղել է որպեսզի արդյունավետությունը բարձրացնեն, էֆեկտիվությունը բարձրացնեն։ Քաղաքները աճում են, այդ քաղաքներում ապրող մարդկանց պետք է լիքը միս, պրոտեին է պետք, որտեղ նրանք այնտեղ աշխատում են, լավ աշխատելու համար, շատ աշխատելու համար հարկավոր է լիքը պրոտեին։ Եվ տեխնոլոգիան թույլ է տվել, որպեսզի ասենք այդ կենդանիներին մտցնեն գոմերը, կերը բերեն, խտացնեն, բաժանեն, հետո սառեցած միսը մեքենաներով տեղափոխեն։ Այդ տեխնոլոգիան թույլ է տվել այդ փոփոխությունը կատարելու։ Արդյունքում, քանի որ կերերը պետք է գնել ինչ-որ տեղից, Եվ այդ ինչ-որ տեղը նույնպես պետք է լինի արդյունավետ, էֆեկտիվ, այդ ֆերմերը, որ աճեցնում է կերերը, պետք է օգտագործի քիմիական սինթետիկ պարարտանաթեր, պեստիցիդներ, GMO եւ այլն։ Եվ քանի որ կենդանիներ աճեցնող Ֆերմերը իրենց մտցնել է գոմերը եւ որտեղ հիվանդությունները շատ արագ են տարածվում, որտեղ կենդանիները խիտ կողքի ապրում են, իրենք իրենց արտաթորանքի վրա հիվանդությունները տարածում են եւ դեղորայքային ճնշումը հարկավոր է մեծացնել, որտեղ այդ
այդ հիվանդությունները հնարավոր չի կանխել կամ կառավարել առանց անտիբիոտիկների մեծ քանակության հետո հարկավոր է այդ կերերից քաշաչ ստանալ, որի համար հարկավոր են հորմոններ դուք պատկերացնում եք գոմաղբի հեռացում միջատներ չգիտեմ կաշվար մինչև որ սպառողը սկսել է հասկանալ որ ստոպ մի րոպե դուք ինձ հրամցնում եք միս որի մեջ բացի նրանից որ թունաքիմիկատներն են մեծ քանակություն անտիբիոտիկները որից այդ կենթանիներն են դիմադրողականություն ձեռք բերում իմիջիալոց եւ որ մարդը սպառում է ուտում է այդ միսը հետո մարդն է սկսում անտիբիոտիկների դիմադրողականություն ձեռք բերել եւ ոչ միայն անտիբիոտիկների եւ էլ չասեմ ինչ մնացած ասենք վնասակար հետևանքներ է պատճառում այդ տեսակի մսի արտադրությունը իդեպ սա ԱՏՄ-ի հետազոտման մասին հա նրանք արել են դա բանջարեղենի եւ մրգի վրա պատկերը ահասարսուր է քաղցկեղածին միրգ ու բանջարեղեն ենք մենք ուտում բայց մսի վրա դեռ չեն արել նույնն էստեղ է եթե աճեցվում է այդ ինդուստրիալ կամ արդյունաբերական եղանակով եւ այս ամեն ինչը խթանել է սպառողի իրազեկությունը awareness որ մի րոպե հա գնում ենք տեսնում ենք խանութում դրված է միս տեսքից սիրուն է էլի նկարը լավն է բայց տեսքով արդեն միս ընտրել այդ ժամանակներն անցել են ժողովուրդ դա երևի մեր անցած դարի կամ այս դարի սկզբի այն ժամանակները որ մենք գիտեինք Հայաստանը քիչ թե շատ ինքնաբավ է մսով եւ դու գնում ես շուկա եւ այնտեղ հա արդեն գիտես որ ֆերմայից է եկել դե արոտներից են եկել դե հա կողքի ֆերմերից են առել ցորենը դե հա այն բանը պեստիցիդները հələ այդ մակարդակի չեն ասել սինթետիկ պարարտանյութերը չեն ասել հիմա արդեն տեսքով չես կարող հա նկարը շատ լավն է բայց ինչ է մսի մեջ մենք արդեն չգիտենք դա հասել է այդ երևույթը հասել է նաև Հայաստան եւ այստեղ գալիս է արդեն ծագումնա ստուգելիությունը թե որտեղից է գալիս վերջապես քո միսը ով է արտադրում ոնց է կերակրում կենթանիներին հիմա առանց վիրավորելու իմ կոլեգա ֆերմերներին որոնք աճեցնում են իրենց միսը գոմերում հա իրենց թվում է որ իրանք դե մի քիչ թողում ենք արոտ հետո մի քիչ կոմբիկեր ենք տալի հետո մի քիչ ես որ չեմ ուզում ասեմ ֆիրմաները որոնք այդ խտացած կերերով դե այդ ենք տալի դե ասում է էկոլոգիա կես մաքուր մոռացեք եթե կերը հայտնվում է խտացած վիճակում ինչ որ պարկում կամ չգիտեմ ցորենը որ գնվել է Ռուսաստանից հիմնականում մենք գնում ենք Ռուսաստան Եգիպտացի ցորենը որը 98% դրսից է գալիս որը աճեցվում է ինչ-որ մի ձև, որպեսզի կարողանա այդ աճեցնող ֆերմերը ինչ-որ օգուտ ստանա, քանակություն ստանա, վերջացավ, դուք գործ ունեք ուրեմն քիմիական միջամտության հետ, վերջ, ինքը մտավ արդեն ձեր կենթանու մսի մեջ, իմ երեխան եթե այդ մսից օգտագործի, դա այդ սինթետիկ, այդ քիմիական և ասենց ասեմ, վտանգավոր մասերը, ամենածին, քաղցկեղածին, ես չգիտեմ ինչ, չածին, կմտնի իմ երեխայի օրգանիզմի մեջ։ Դրա համար ես պետք է իմանամ, ծագումնաստուգեմ, ծագումնաստուգելի է արդյոք ձեր միսը։ Ոչ, որովհետև կերը գնել է գեսին որտեղից։
որովհետև գոմորում եք պահում եւ հետո բերել եք անտիբիոտիկներ գլցրել այդ խեղճ կենդանու մեջ, որպեսզի ինքը ուղղակի կարողանա գոյատևել այդ գոմի մեջ մինչեւ իրան մորթելը։ Այդպես է եղել։ Եվ բոլոր նույնիսկ ոչ զարգացած երկրներում կամ զարգացած երկրներում կիսազարգացած Իսպանիա, չգիտեմ, եվրոպական երկրներ շատ արևելա եւ Միացյալ Նահանգներ զարգացած երկիր, Ֆրանսիա, Գերմանիա, ծագումն traceable meat կամ ծագումնաստուգելի միս։ Այն իմաստով, որ սպառողը կարողանա ճանաչի ֆերմերին եւ իմանա, թե ինչպես են աճեցնում իրեն վաճառվող միսը։ Հիմա այս YouTube ալիքը ունի 2001 թվականին, արդեն 4-5 տարվա պատմություն ունի արդեն համարյա այս YouTube ալիքը։ Եվ երբ որ ես իրեն ստեղծում էի եւ սկսում էր սա, միակ պատճառը, որ մենք պետք է լինենք թափանցիկ։ Մեր սպառողը պետք է իմանա մենք ինչպես ենք աճեցնում այդ միսը։ Ճիշտ է, նաև հետո դրանից հետո այս ալիքը վերածվեց ուսումնական ինչ որ ձևով, որպեսզի կարողանանք օգտակար լինել, մարդիկ տեսնեն, սովորեն վերականգնողական ինչպես է, բայց դրա հիմնական նպատակը եղել է թափանցիկություն։ Մենք շաբաթը 2-3 անգամ վիդեոներ ենք դնում, տեսանյութեր ենք դնում, որպեսզի սպառողները իմանան, թե ինչպես են աճեցնում այս միսը։ Իդեպ ես հիմա անգուստ տղաների խմբի մեջ եմ, այս ամբողջ խումբը այս տարի մթերվելու է, ամբողջը։ Եթե իհարկե նրանցից մեկի բախտը չբերի, եւ ինձ չզանգի մի հատ ֆերմեր, ասի գիտես ինչ, ինձ տոհմային ցուլիկ է պետք։ Սրանք մինչև 2 տարեկան ցուլիկներն են։ Մեկից բարձր, երկուսից ցածր։ Իրենք բոլորը կմթերվեն այս տարի, որպես միս։ Եվ իրենք ոչ միայն խոտով են սնվել, որոշ բացառության, որը ես կասեմ, որտեղ մենք թափանցիկ ենք եւ ասել եմ ինչեւ այդ տեսանյութերի մեջ։ Նաեւ այս տարի տարեսկզբից ներողություն, անցած տարվա վերջից իրենց որևէ ասեղ չի կպել։ Մենք չենք կարել որևէ միջոցառում այս գլխականակի վրա միջոցառում անել, իմաստ չունի, իրենք մթերվելու են այս տարի։ Ես զգուշացնում եմ, եթե ինչ-որ մեկը, հատկապես ինչ-որ պատկան մարմիններից, բայց կիսագրագետ, մասնագետ, փորձի իմ հետ վիճել, որ ընդեղ պետական հատուկ եւ պարտադիր ինչ-որ բաներ կան, դաբաղ մաբաղ, գիտեք ինչ կա, փորձեք իմ հետ վիճել։ Եվ կարող եք գալ, եւ մենք վարչական վարույթ կարող ենք անցնել, եւ դուք կլինեք սխալ։ Որևէ մեկը ինձ չի ստիպելու, որպեսզի ես ռիսկի ենթարկեմ համաճարակային իմ կենդանիներին, որտեղ ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ, ինչ-որ բան է գրել, պլյուս մի հատ էլ սխալ է հասկացել ինչ է գրել։ Սա բոլորին իգիտություն։ Իմ սպառողները, մեր սպառողները պետք է իմանան, այս տարի, անցած տարվա ներողություն, հոկտեմբերից սկսած այս կենդանիներին չի կպել որևէ ասեղ։ Հիմա այս կենդանիներից ոմանք իմ սպառողի գնորդի խնդրանքով անցել են կերային ֆինիշինգ, այսինքն իրենք ստացել են գարի, ցորեն եւ եգիպտացորենի խառնուրդ։ Համամասնությունը մենակ մենք գիտենք, որպեսզի իրենց մոտ ստացվի ինչ որ այլ տեսակի մարմարայնություն, ավելի այլ տեսակի, քան թե տալիս է այս խոտը, կամ տեսեք հիմա իրենք մասուր են ուտում, տեսեք այս այն մի քանիսը մեր մոտ մասուրի հոյակապ
բերքի այս տարի։ Բայց մենք գիտենք, թե որտեղից ենք վերցրել այդ գարինցորեն եւ եգիպտացորենը, եւ մենք գիտենք, որ դրանք անվտանգ են։ Եվ մենք գիտենք, որ կենդանիներն են դա ստանում։ Եվ մեր կենդանիների մակնշման փաթեթավորման վրա դա նշվելու է։ Սա է նշանակում ծագումնաստուգելիություն եւ թափանցիկություն։ Իդեպ երկու օրից միգուցե երբ որ այս վիդեոն դուրս գա առցանց, դուք կարող եք այցելել մեր կայքեջ եւ կգտնեք հոդվածներ բաժնում, մեդիա եւ հոդվածներ բաժնում այն հոդվածը, որ ես հրապարակելու եմ հիմա հայերեն եւ անգլերեն լեզուներով, հենց որը վերաբերվում է ծագումնաստուգելիությանը եւ թե ինչքան կարեւոր է դա մեր ժամանակներում։ Ժողովուրդ, ժամանակը սպառվեց, ես ուզում եմ հրաժեշտ տալ, շնորհակալություն, որ մեզ հետևում եք, այցելեք մեր կայքեջը, առցանց եւ գնեք առցանց եւ ոչ նաեւ օֆցանց մեր արտադրանքը, առողջ եղեք եւ կհանդիպենք։